Չեմ հասկանում, ոնց կարելի է մի քանի րոպե սխալ տեղ կանգնելու համար 20,000 դրամ վճարել, հա? Դու դիմացդ նայիր, թե չէ մի 20,000 դրամ էլ ինձ ես վճարելու մեր կապարի համար։ Մի քիչ շատ չես գնահատում։ Դե հարկերը հանաստակը բան չի մնում։ Ձեր գործն էլ գործ չի։ Հենց էստեղ կանգնիր։ Մտածում ես տանը չի։ Հուսամ բնակարանում ինչ-որ օգտակար բան կգտնեմ։ Իսկ դու գնա բաժին փորձիր պարզել ով է տղաներին ուղարկել։ Այդ մորեխի տուն։ Լավ։ Խոնավ։ Բարեկային ծառայության ավագ սերժանտ Մանուկյան, հարգելի քաղաքացի, հասարակական կարգը խախտելու համար ստիպված ենք ձեզ հրավիրել բաժին, պարզաբանումներ տալու համար։ Բայց մենք ինչ ենք արել։ Բաժնում կպարզենք, հարգելի քաղաքացի, նամանավանդ ձեր ընկերը նոր է հագնվում։ Չէ, մի վարքյան, մենք թյուրիմացության զոհ ենք դարձել ընդամենը։ Ում համար թյուրիմացություն, ում համար օրինաչափություն, հարգելի քաղաքացի։ Գիտեք որվա մեջ քանի անգամ ենք սենց թյուրիմացության ականատես լինում։ Հավատացեք, սա իրոք ուրիշ դեպք է։ Այդ ամենը բաժնում, հարգելի քաղաքացի։ Իսկ հիմա իջեք եւ նստեք մեր մեքենան։ Չէ, ինչ եք խոսում, ինչ բաժին։ Արագացրեք։ Գրապարի չկա, ես ուղղակի պատահաբար։ Ջանոյից ինչ կա, եղավ, Դուբայի հյուրանոցը առավ, թե չէ։ Այդ թեմայով բան ունեմ ասելու, բայց դու պետք է ասես, թե ինչ անենք։ Եվ Այն օֆիսը որ կար, Unicrypt-ը, այն որ մեր փոխանցումն արեց։ Հիմա այդ գործով իրենք են ուզում զբաղվել։ այսինքն Բիզնես կառավարում են առաջարկում։ Սաղ գործեր իրենք կանեն։ Բիզնեսը կառնեն, կաշխատացնեն։ Մեծ շահույթն էլ մեզ կտան։ Մտածում եմ անենք։ Ոչ կմտածենք, թե ոնց ենք աշխատացնելու, ոչ էլ ռիսկի կդիմենք։ փորձեք, եթե ամեն ինչ լավ լինի, կարելի է իրանց հետ էլ շարունակել։ Ասա։ Հենց հիմա դրան էստեղ բերեք։ Չնջոցին են բերում։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է դառնում։ Արդեն հասկանում եմ ինչեր դա այդքան նվնվում։ Դանիելյանին շատ եք փող տալիս։ Աչքիս ավելի էժանող մարդ էր գտել։ Այդ ընդհանրապես իր թեման չէր։ Բայց չէի կարծում, որ ջնջոցը այդքան բութ է, որ կփորձեր իմ գլխի վրով թռնել։ Փաստ մնում է փաստ։ Փաստորեն դրա համար էլ Հակոբյանը չի մեռել։ Այդ Մողեսին էլ ինքն է փախցրել։ Դրանք սաղ իրար հետ են։ Ուղղակի մնում է հասկանանք, թե ոստիկանությունից ում հետ են աշխատում։ Դրանց սաղին վերացնել է պետք։ Կիկլոպ ջան, խերելնի։ Հիմա ինչ եմ արել։ Բա ուղարկեցի, որ նայես։ Ես ինչա։ Մողեսի ընտանիքին սրանք են տարել։ Ես մեկը ոնց որ ես էլ։ Արա չէ, իմ արև չելը, իմ գլխին սարկում են։ Լրիվ իմ վերջի օրերի տեքստերն, ուղղակի հակառակ դասավորվածությամբ։ Հակոբյանը չի մեռել, տես բան չի կարալնի։ Մողեսին չեն հասցրել Դանիելյանենց, իմ գլխին սարկում են, այդ կլենտներն են ինչ-որ
Ապրանքի տեղը նվերներ է ստանում։ Բացառված է։ Ու վերջում պարզվում է, որ այս ամեն ինչի հետևում սա է կանգնած։ Չէ, իմ արև չէ։ Բայց որ հետս նայեմ լավ էլ հա։ Կիկլոպ ջան, ես այս ամեն ինչի հետ կապ չունեմ։ Թիկունք խոսա դու ինձ լավ գիտես։ Եթե մեկը կարող ասելու բան ունի, այդ դու ես։ Որպես հին ընկեր խորհուրդ եմ տալի, որ շուտ խոսես, որ քիչ տանջվես։ Ուղղակի ուզում էի մաքուրոտ շնչեի։ Տարեք սրան։ Կիկլոպ ջան, Միջը սաղ չպատմի չսատկացնեք, հասկացար, ու մարդ ուղարկի թող գնա սրանց տունից, թող մա շատ հետաքրքիր բաներ կգտնեն տնից։ Զանգիր ձերոնց ասա, որ զանգեն մեզ էստեղից ազատեն։ Ու ինչ եմ ասելու մերոնց։ Խնդրեմ, կարող ենք սկսել։ Անուն, ազգանուն, հայրանուն, բնակության հասցե։ Պարոն կապիտան, մենք շատ կարևոր գործ ունենք անելու, այս հիմարություններով զբաղվելու ժամանակ չունենք։ Փաստորեն ձեզ միջև գործն են բռնել։ Իրականում դուք հանվում եք, ոչ թե հագնվում։ Ինչ եք խոսում, դուք արդեն սկսում եք ինձ վիրավորել։ Ոնց կարող եք նման բան մտածել։ Մի հատ ինձ նայեք։ Եմ ինչ ասած քեզ որ նայում եմ, սկսում եմ կասկածել, որ ինչ-որ բան չեն արել։ Իզուր ժամանակ եք գործում։ Լավ, ինչ է նախատեսում ես Սարարքի համար։ Հասարակական վայրում վարչական տուգանք։ Եթե առաջի անգամն է 10,000 դրամ։ Ես մոտ գումար մնացել է։ Ինչ։ Ես չեմ կարող այստեղ երկար մնալ, պետք է հասցնեմ, քանի դրա տունը չեն դատարկել։ 10,000-ի վրա էլ թքած։ Յուրաքանչյուրը 10,000 դրամ, այսինքն 20,000 դրամ։ Մի ես քեզ հետո 40։ Լսի հարցը գումարը չի, հարցը այն է, որ դուք ուզում եք ես խոստովանեմ մի բան, որը չեմ արել։ Լավ։ Ես մենակ եմ արել։ Չփորձես խաղաս իմ հեղինակության հետ։ Փաստորեն դեռ մնացել են իսկական տղամարդիկ։ Չէ։ Հենց աչքով են անում, կինը միանգամից հասկանում է ինչ պիտի անի։ Չէ։ Ես իմ ամեն ինչ կգրեմ, մենակ թե բաց թողեք մեզ։ Առաջին խմբաչից, երկրորդ ու երրորդը թիկունքից, մեջքս պահեք, առաջ! Տենց էլ մնացին մեթոդներին։ Չէ, Կարապետյան, մի օր դատվելու ես։ Ինչ արեցիր։ Հենց թափվի մի անգամից կգան իմ հետևից։ Կարծում ես նրանք մտածում են, թե դու փողոցներում սիլիբիլի անող ես։ Հակառակ դեպքում իմ հետևից են գալու։ Ես եմ ծեծել։ Քեզ չեն հասցրել նույնականացնեն, իսկ իմ մեքենայի համարներով 1 րոպե հետո կբացահայտեն։ Դրա համար պետք էր թուղթն արագ լրացնել ու գնալ։ Ժամանակ պետք չէր կորցնել։ Մայիս դու շատ լավ գիտես, որ դա ընդհանրապես թուղթ չի։ Դրանից հետո արագ ինձ կհեռացնեն համակարգից։ Հա, թե չէ հիմա որ բռնեցին, պաշտոնի բարձրացում է սպասվում։ Ոյ, իմ էշխելքն ասա, որ ես քեզ ընդհանրապես դիմեցի։ Ստիպված պիտի կրկնվեմ, հա, քո էշխելքն ասա։ Իսկ հիմա արագացրու, հուսամ դեռ շատ չենք ուշացել։
ինչ ես անում։ Ես ասում եմ արագացու դու ինչ ես անում։ Մեզ պետք է արագ ազատվել մեքենայից։ Այ, որ ուզում ես, կարողանում ես։ Մնում է պարզել, թե ինչով ենք գնալու ջնջոց հենց տուն։ Մտքիցը տանի։ Մենք հիմա ամեն ինչ պետք է անենք, որ աչքի չընկնենք։ Մենք չպետք է աչքի ընկնենք, իսկ մեքենան պետք է աչքի ընկնի։ Այս մեքենայի մեջ ոչ ուղևորները, ոչ վարորդը չեն ֆիքսվելու։ Քանի անգամ ես դրսում ես մեքենան տեսել, վարորդին հիշում ես։ Երեքվանից SRS-ի լույսերը վառվում է։ Մոտ ամբողջական ավտոն իր բարձիկներով բանով նայ էլի։ Խնդիր չկա կնայ։ Դե ավտոն։ Ո՞ր ավտոն։ Արա թիկունք դու հո ինձ լավ ես ճանաչում։ Ես կյանքում չէի կարա տենց բան անեի։ Կյանքում։ Ոնց կիկլոպ են սիրում ասել։ Կյանքից հետո էլ չես անի։ Արա դուք չեք ջոգում, որ ձեզ մատերի վրա ֆրցնում են։ Ու եթե ին վրա դուրս են եկել, հեսա ձեր վրա են դուրս գալու։ Արա, ու դու ռեալ մտածում ես, որ ես քո պատմած հեքիաթներին պիտի հավատամ, հա? Արա չէ, ես զարմանում եմ, որ դու ինչ-որ մլից ու ուղարկած նկարի ավելի ես հավատում կան ինձ։ Եթե ես ուզենայի, որ դες բռնեին, են մայորը հիմա տունը կլներ, ես դու քաղմ ասում։ Չէ, աղբերս, տենց ապրանքը կարգրավեին, իսկ դու մեզ ընենց ես ուզում փորոտաս, որ ապրանքը քեզնով անես։ Իմ արև դուք ենքան եք տակացել, ձեր ուղեղը վաբշե չի աշխատում։ Ես ոնց պիտի այդ ապրանքը ինձնով անեմ, եթե չգիտեմ որտեղ ա, երբ ա գալու, ու դարապես ում անունով ա։ Մտածելու համար 2 ժամ ունես։ Ես մտածելու կարիք չունեմ, իմ խիղճը մաքուր ա։ Քո ժամանակը սպառվեց։ Ասա։ Ես սկսում եմ փոչերը մաքրել։ Լավ, բայց նենց կանեք սենյակը չկեղտոպվի, ձկանոտ նահավորա։ Չէ, ուղղակի խռլիկներն են հանելու։ Դե լավ, ես էլ ես ասեմ խոհանոցն ազատել։ Հիմա շուտ մի կես ժամից։ Կներես Հակոբյան, բայց ես գործում ուրիշ մարդիկ էլ կան։ Ու քո գնալը լավ սիգնալ կլինի դրանց համար։ Կներես։ Նույնը Հակոբյանի տանն էր։ Էս նույն ձեռագիրն է։ Ձեռագիրը կապ չունի։ Երբ մի բան ես փնտրում, ամեն ինչ տակնու վրա ես անում։ Փաստորեն չհասցրեցինք։
Այդքան տանջվեցինք ու ստիպված ենք ամեն ինչ սկսենք զրոյից։ Զրոյից սկսել պետք չէ։ Փորձը ցույց է տալիս, որ զրոյից են սկսում, վերջում վատ է լինում։ Մայիս հումոր անելու ժամանակ գտար, մեզ ամեն րոպե կարող են բռնել, իսկ դու ես ուղղակի հազիվ Այս քո խառնվածության ու խուճապի համար ենք մենք ամենաակնհայտ բաները բաց թողնում։ 1000 անգամ ասեցի, այս գործը հանգիստ է սիրում։ Երբ ենք մենք ակնհայտ բաները բաց թողել իմ խոճապի պատճառով։ Արի ճանապարհին կասեմ։ Ուր ենք գնում։ Բաժին, Ոյ Աստված իմ խնդրում եմ ինձ համբերություն տուր։ եթե կլսի տրամաբանություն ուզի։ Ձեր բաժնի տղաները թմրանյութերով չեն զբաղվում։ Դե հա։ Բայց այդ դեպքում ինչ գործ ունեն նրանք մողես են շենքում։ Ուզում ես ասել, որ Ահա, մեզ պետք է պարզել, թե ով է հրաման տվել տղաներին գնալ մողեսենց տուն։ Հավանաբար հենց նա էլ կլինի այդ նարկո բառանների տանիքը։ ես այս տեսքով բաժին չեմ գա։ Պետք է գնանք տուն փոխվեմ։ Մեկը գտնելու եմ քեզ։ Ասա։ Ալո, Գրիգորյան, ինչ կա։ Ամեն ինչ նորմալ է։ Դե լավ է։ Լսի, կարող եմ 10 րոպեով գաս բաժին։ Քեզ փոխարինող կուղարկեմ։ Բայց արդեն արի։ Պարոն գնդապետ, դուք չէիք ասում, որ ստեղից ոչ միտեղ։ Լավ, լսում եմ։ Բժիշկները, հուսանք մի դրական տեղաշարժ կարձանագրիկոն է։ Իսկ ինչ եղավ։ Լիցքա թափվեց։ Մայիս մենք չենք կարող Հակոբյանին առանց սկողության թողնել։ Դե ուրեմն արագացրու։ Մորեղ։ Ես ինչ ես գործել։ Ընտանիքս, աշխատանքս, հանգիստս, ընկերներիս, որ ասեմ։ Հեն որ բազմոցի տակ տեղավորվում է։ Հա, այդ ծամումս էր ընկել։ Բա փչի ծամի ափսոս է։ Չէ, ես զսվող եմ մի քիչ։ Գցեմ արագ։ Սառնանում դրած էր վերցրի, չի կարելի։ Լավ չի որ չես հարցրել, բայց կարելի է։ Իսկ ինչ որ
Նորություն ունեք։ Չէ, դու լուրջ մտածում ես, որ եթե ինչ-որ նորություն ունենաք, քեզ էլ պիտի կիսվեք։ Ուղղակի ինձ թվաց վստահում ենք իրար։ Այո։ Բայց սուսուն նայում եմ Սանազարի վրա էլ թքած, քո դուգանքներ ես կվճարեմ։ Մայիս դու չես ամաչում, մեծ մարդ ես։ Գնացինք։ Սիրուն տղա, ո՞նց ես։ Շատ լավ ես։ Շատ լավ ես։ Հա? Նկատի ունեմ շատ լավ եմ, բարև դու։ Լավ։ Առավոտյան ասացի քեզ բարևեմ, նոր գնամ, մենե այստեղ չէիր։ Հա, մի քիչ գործեր կային, կարող ես սուրճ խմենք։ Վատ միտք չի, ուղղակի շտապում եմ մի քիչ։ Հենց հիմա։ Ես պահի։ Պարոն գնդապետ։ Թողում եք։ Երկորան չհասրեցի քեզ զանգեմ, որ չգաս։ Նամակ էի գրել Մարտիրոսյանին, որ քեզ փողարինի ենել, հետո տեսա, որ մոռացել եմ ուղարկեմ։ Ոչինչ, խնդիր չկա։ Բժիշկները մոտն են, միջև ստուգեն, մաքրեն, մի 40 րոպե կտևի։ Կհասցնեմ հետ գնամ։ Դե լավ։ Իսկ ընդհանուր առմամբ ինչ կա։ Տարինակ դեմքեր, իրադարձություններ, այցելուներ, ամեն ինչ նորմալ է։ Նորմալ է, մենակ դոլումցի դեպքներն էլ պատմել եմ։ Պարզ է։ Մոռացա ասեմ։ Հիշում եք, որ պատմում էի, որ դոլումցի ընկերոջ դեմքը ծանոթ է, միտեղ տեսել եմ։ Հիշել եմ, որտեղ եմ տեսել։ Ու լավագույնների պատվո տախտակին։ Մայիս Աստվածատրյանն է։ Ինչ։ Վստահ ես։ Հա, 100%։ Ազատ ես։ Ուստեր ինչ ես անում։ Աշխատում եմ, պարոն գնդապետ։ Մոնիկա։ Ալո, հենց հիմա ատբոյ տվեք, ես գիտեմ ով այս ամեն ինչի հետևում կանգնած, ու միջև չպարզեմ ինչ գիտի, Հակոբյանի գլխից մաս չպիտի պակասի, լսում ես, ասեցի ատբոյ, գնդապետ Դանիլյան լսում եմ, Ինչ? Մոնիկա Դոլունցը ինչ? Ինչի համար? Հենց հիմա կարճ եք գործը, ինքը հատուկ գործողության մեջ է եղել։ Ասում եմ ինքը հատուկ գործողության մեջ է եղել։ Ես չեմ խրախուսում ոստիկանին ծեծել է։ Ուրեմն դուք եք ստիպել, որ այդ քայլին գնա։ Մի ստիպեք, որ նախարարին զեկուցեմ, որ
խոչընդոտել եք հատուկ օպերացիային։ Շնորհակալ եմ, այո, իմ անունից էլ ներողություն խնդրեք։ Հաջողություն։ Չէ, Մոնիկա, դու ինձ հիմա ազատության մեջ ես պետք, որովհետև առանց քեզ ես մայիսին չեմ կանգնեցնի։ Լսում եմ։ Հասկացա։ Իրականում արդեն մի քանի օր է քեզ մի բան եմ ուզում ասեմ, բայց չի ստացվում։ Դե ուրեմն շուտ է։ Ասում ես առավոտ ուր էիք։ Դե ինչ-որ խուլիգանության դեպքեր։ Բա դուք ինչի էիք քննում։ Թմրանյութի թեմա էլ կար։ Դե Դանիելյանի ասելով հա, բայց իմ խելքը չի կտրում։ Այսինքն Դանիելյանի ուղիղ հրամանով եք գնացել։ Բայց ոչ բողոք կար, ոչ էլ տուժող։ Նենց տպավորություն էր, որ իրա քմաճուկի համար ենք տանջվում։ Բայց իրականում ունեցել ներվային անում սես դեպքերից։ Մարգարան ասբռնի։ Դանիելյանն է։